or 4, and on top 2 or 3 or 4, there will be that one middle one, right? I'm playing there. Okay. And my friend following me. For my Bala following. Հուսով ենք, որ լավ եք սիրելի ընկերներ, մենք նոր վլոգ ենք սկսում այսօր, գնում ենք խանութից մի երկու շատ բան չէ, մի երկու բան պետք է վերցնենք ու շուտ վերադառնանք տուն, դատարկ է պատրաստ, ինչն ես ուզում, լիստը պայուսակից մեջ եմ դրել, չմոռանամ նաև ես էլ երևամ կադրում, ձեզ բարևել, հիմա որ Ալեքսը հետս է, հավես այրան եմ նկարում, ես այսքան շատ եթերում չեմ երևում Լիստ լավ ցույց տալիս, թե ինչ ենք քիներով անում։ Մի քանի օրեր այս խժբժը փողոցներում չի եղել, հետ եմ վարժվել։ Ոտքս ինչ-որ մի բան ոտքս ծակի ուժեղ, լպոտքս հանեցի, ամենդեպքում վախեց ամտասում են հանկարծ կարիչ կամ ինչ-որ բան չլինի, էլի։ Մեջը ոչ մի բան չկա, բայց էլի ծակոցից դում եմ, համ քորա գալիս, համ ծակոց կա, բայց հեչ հարմատեղ չի, որ մի հատ էլ հանեմ կոշկս։ Չնայած միշտ կոշկը հագնելուց էլ չտուգում եմ, որ հանկարծ ինչ-որ կարիչ, մարիչ մտած չի մեջը, բայց թե Arite, let's go. You asking me if I want that? That time you said no more things. Yeah. And you asking me if I want it and I said yes. Տեսա վիզը ծուր նայում ես, ասեցի լավ, շատ վիզը ծուր չմնա երախոս։ Տեսնենք մանգոն ոնց նացած անգամվան մի քիչ թթվաշոտ էր, այդքան էլ լավը չէր, սորտից է, սորտներ էր վիսում։ Չես ուզում, Ալեքս, էլի սենց լավ հասած էր, բայց թթվաշոտ էր, ոնց որ նույնից է։ Այդ քաղցրն է իրա, քաղցրը։ Հաջող։ Այս երեխեք ենքան բան են, միշտ ուրախանում են Ալեքսը, որ բարևում է, բան է, հելո են ասում, այս բաներից էինք վերցրել տուփով, չեմ փորձել, առաջին անգամ եմ փորձելու, բայց երեխեքի հետ բաժանեցի, ուջրիկ, իրանց մաման տեղ միշտ սոկ ա վաճառում, տեսած կլինեք, տենց ուջրիկ բաներ են էլի։ Միշտ փորձում եմ մոտս ինչ-որ պեչենի բան ունենալ, որ այդ երեխեքին տամ, կոնֆետ կլինի, չգիտեմ, պեչենի կլինի, ինչ-որ լինի, այնքան ուրախանում են։ Բալես կոմար, իմ մոտ արի, ձեռս բռնի։ Հա, քո գամակից հա։ Առավոտները գնում պարկում ամեջը, Ալեքսեի դեր օգտագործում է, ես չի պատկերացնում, որ օգտագործի, բայց հավեսով օգտագործում է։ Առավոտները, որ արթնանում է, վերցնում է իր աջալը, դարձը ու գալիս է մեկ է տեսնում եմ սենյակում ամեն մոտ է հայտնվել արդեն, ասում է կարող եմ գնամ այդ գամակում քնեմ, ասում հա կարող, դրա համար ենք վերցրել էլի, որ հավեսը թանես, ես ոստեղից երևում է, չէ։ Հենց պարկում է ուքնում եմ իհարկե այդ մի հատ աջալ ոնց որ տակն եմ գցում, որ թելերի վրա իրան հարմար չի։ Մի հատ աջալը տակն եմ գցում, մի աջալն էլ վրան է գցում, առավոտները ցրտոտ եմ ունում, կոկորդս խեղդում է։ Որ նոր է եկել այստեղ, ասում է, չէ, խնդիր ունեմ կոկորդի հետ, սենց ձայնս գնում է, խեղդում է, հազում եմ անընդհատ։ Ու նույն բան է, այս արդեն մի ամիս է, նորից սենց ֆարինգիտի նման ինչ-որ մի բան է մոտս սկսել էլ ես, ինչ-որ այստեղ եմ ես Հնդկաստանում եմ, ընթացք գալիս է, գնում է, փոշուց է ինձ թվում է, փոշին է, ինչև է,
հիմա հետո անդադ բաներ եմ դնում, կոճակներ եմ դնում, բերանը անցկացնի, բայց ինքը ավելի շատ սպազմա է, սպազմի նման է այդպես։ Սպազմա, հազա, խեղտոց, ամեն ինչ իրար հետ նա հարկավոր է երևի գնել բժշկի տեսնել պատճառը ինչն է, բայց օդակապլային ճանապարհն ինձ թվում է փոշին է դնում, այստեղ իրիկումները շատ ուժեղանում է, օրվա ընթացքում մի քիչ կարող է նվազի, խառը այդպես շողովուրդ ջան։ Մինչև գնումները բերեմ, այստեղ ինձ հետ բերեցի այս փոքր սենց ինչ-որ ձողիկներ են, առաջին անգամ ենք փորձելու հեղտվում եմ այ, չեմ կարողանում խոսեմ, այստեղ մեզ ջակֆրուտը դեռ սպասում է իրա կտրելուն, հետ աղջիկան նոր տեսա, հետը խոսում եմ, ասում է լավ հոտ գալիս է, կտրել ես արդեն, ասում եմ չէ, չեմ կտրել, ասում եմ լավ ուժեղ հոտ պետք է գա, հոտ գալիս է, ասում եմ չէ, չի գալիս, դեռ ոչ մի հոտ չեմ առնում, ասում հա ուրեմն թող մնա դեռ հասնի, ասում ուրեմն լավ հասած չի։ Մտածում եմ այստեղից տեղափոխեմ գուցե բալկոնում լավ արև է լինում, այստեղ պատուհան չեմ բացում, շատ ուժեղ արև չի լինում, գուցե այնտեղ ավելի լավ հասնի, բայց ոչ մի հոտ չկա։ Ինչև է, այստեղ իրա համար սենց ժամացույց է վերցրել, բայց տեսնենք ինչ է, հատ վերցրել է։ Այս չիպսը կոտրվեց արդեն, այդ բանը հենց ես շպրտում, այդ կասայի աշխատող է, երկու հատ այդ չիպսը, այստեղ կարտոֆիլ ֆրի, ցերեկը կսարքեմ, այս Ալեքսի սաղմոցներն են, ես ոչ մի կապ չունեմ, հետ ինչ է անում, հետի այստեղից ինչ-որ բան ունի տես, ինձ թվում է պատին լույս է գցում, նկարներ։ Վրձին ակրիլիկ ինչ-որ ջրաներ կա, ինչ ասենց ինչ-որ մի քանի գույն է վերցրել։ Սոսինց ու դաբլինթի սենց միակնի կոնֆետներ, այս կոկորդի համարներ։ Ինձ թվում է ինքն էլ ունի ես նույն բանը։ Հիմա ընկերներ ջան, կսպասեմ, որ մեր առևտուրը բերեն, նատարակ սրանք հավաքում եմ ու կվերադառնամ, երբ որ առևտուրը բերեն ամբողջությամբ։ Ստինամ ստեղ, արդեն թափելու է։ Look on the wall. Ահա, Look on the wall. տեսնում եմ, հերոսներին է։ Երևի հետևի կողմից պետքա կնոպկա կա, այդ կնոպկան սեղմի։ Այդ կնոպկան չի փոխում նկարները։ Այդ միացնում անջատում է ուղակի։ Մի հատ էլ արա։ Հա, մի հատ էլ արա տեսնենք փոխում է, մի հատ էլ միացրու արա։ Փոխում է, տես։ Այդ կնոպկան է պիտի սեղմես։ Ստեղ սաղ սենց թափելա, խոստացել է հավաքի, գնալուց առաջ ես էի շտապում, պետք է հավաքեր, հետո գնայինք։ Ասեց գանք հետո հավաքեմ։ Չէ, հիմա հավաքում ես, հետո ես գլուին նկարում, հա, բայց մի բան էլ էինք։ Գիտեմ չէ, մի բան էլ էր հերցել, ծախսի տակ էր քցել, սենց ինչ-որ վենտիլատոր էր քցել։ Մնացած գնումներն էլ բերեցին, կարևորը մազիներքի համար էի գնացել, մազիներք, այստեղ չես այս սուրճերից էր ուզել, վերջացել արդեն չունենք, մոչան վերցրի ես անգամ, այստեղ բաննա, թափանցիկ թուղթնա, պլոնկա ավելի ճիշտ թուղթը չէ, խոհանոցում եմ օգտագործում, բնականաբար շատ է պետք գալիս, այստեղ ձիթայուղ եմ վերցրել, գազավորված ջուր, որ այդքան էլ լավ է չի, որ ճիշտն ասեմ, բայց վերցրել եմ, որովհետև երիկ ունեմ, որ սառը ինչ-որ բան ես ուզում խմես, բայց ջուր չէ ու քաղցր ըմպելիք է, որ չլինի, որ դե չգիրանաս, տենց ես վերցրի։ Սա մենք վերցնում ենք մոծակների դեմ հիմնականում, եթե խանութ ինչքան կար վերցրել եմ, այս շվեպսը ունենում է ջինջերով և նաև այս կինվանով, այս տարբերակն ենք հատկապես
վերցնում, ջինջրովն էլ լավն է, բայց հիմնական է շվեպսը վերցնում ենք մոծակի խայթոցներից, մալարիայի դեմ է քինուանը, կան տաբլետկաները կան, բայց դե ուղղակի հյութի տարբերակով ինքը շատ լավ է, որովհետև դե որ մոծակների խայթոցից ապահով լինենք, այսպես ասած, սա նոր եմ փորձելու, նոր տարբերակ էր, sparkling գազավորված մոխիտոյա է, այս մեկն էլ ինչ-որ քշամբրիով է, այստեղ մանգոյի հյութ, նռան հյութ, մի հատ կոլա ենք վերցրել, որովհետև կոկոսի հյութ չկար, ինչ-որ մի բան հարկավոր էր, սրանք ասեցի Ալեքսն ա խմում առավոտյան, օրվա ընթացքում էլ ա խմում, շատ ա հավանել է սրանք, յոգուրտները էլ չեմ վերցնում, արդեն 2-3 անգամ վերցրել եմ յոգուրտները ու սառնարանում դրած ինքը դեռ ժամկետի մեջ, սենց ուռում է ահավոր ուժեղ, չեմ իմանում ինչն է պատճառը, դրա համար էլ չեմ վերցնում, այստեղ մանգոյի սենց հյութ, տարբեր տեսակի էլի Ալեքսի համար էլ երեխայ գնում գալիս է խմում է շոքա հիմա էլ, և ժավել ու մեկ էլ սենց իր համար ինչ-որ սենց հյութ է վերցրել, այս ամբողջը, այս չէ, այն որ ցույց տվեցի, բոլորը միասին, հա, այսօրվա իմ գնումները կազմել է 3863 ռուփի, շվեպսը արժի 60 ռուփի հատը, եթե հետաքրքիր է շվեպսը ինչ արժի, եթե չեմ սխալվում 700 ռուփի արժեր այս ձիթապտղի ձեթը, մնացածի գները չեմ հիշում, ոչ ձեզ ասեմ ընկերներ ջան, մանգոն 2 հատ վերցրի, որովհետև ասեցի, մի հատ սորտ կար վերցրել էի անցած անգամ թթվաշոտ էր, չգիտեմ, նույն սորտն է թե չէ, դրա համար 2 հատ վերցրի, եթե ուրիշ սորտ լինի, նոր էին ստանում, վաղնեկ ունենամ, վաղնեկը վերցնեմ, այսքան ընկերներ ջան, հիմա արագ է սրանք լվանամ, տեղավորեմ ու կմիանամ, մրցանակներով է եկել տուն, արի, տեսնեմ ես ինչ է, ինչ է անջատվեց կյանք, բնականաբար մարդա մեկը պետքա կցինատ իր ուսեր իր The Emergence of New World Order, International Law and Politics կյանք ինձ հրում ես այս կոմից են կոմ Crossroads April 10 մի խոսքով Token Appreciation President to Dr. James P. Welch Ես սուրճ եմ խմում, ջեսը շատ ուշ է, 2 ժամ ուշ է հաճախ էլ վերադարձել տուն, հոգնած, ջարդված, I will set շաբաթ օրեր, բայց ինքը ոնց որ բաններ էլի I had to speak twice today. Մասնակից չէ, բաներ էլի, ոնց որ կարևոր հյուր էր իրանց այդ միջոցառման ժամանակ, հետո 2 անգամ ասմա խոսել է Did you show Daddy the tooth? Alexis Atamna ընկել երկրորդը He's just going to be a gummer soon. He's going to be a gummer. He's not going to have any teeth. Don't lose that baby there. Yeah, we put it on your table, my love. So. It's my Schweppes? Yes. Okay, leave it in the fridge for me, I please. already bring this one. I see that. You can take that one to drink now. Right now. I will set the table, my love. It's Change your ours. clothing. Արագ սեղան պատրաստեմ ընկերներ ջան, որ ջեսը հացուտի առավոտից համոզված եմ, որ ոչ մի բան չի կերել Oh, one of the girls, very sweet girl, rides my bus. She was taking the taxi. Said, "You waiting for the bus?" I said, "Yeah." She said, "Come with me. You can go in the taxi with me." Very nice girl. Այս Ալեքսը ջեսի համար այս խանութում տեսել ասում է Bombay chana, Daddy loves Bombay You're thinking chana of your daddy, aren't you? Շատ խանութում էլ մտած Did we forget anything today? They not have Bombay chana, so I get Bombay mix. ասում է Bombay արդեն որ կարդում է ինքը գնում է խանութում Bombay mix. ինքը գնում է կարդում է իրան ինչ պետք է վերցնում է մեր մասնակցությունը պետք չի We're having like a very deep conversation with my wife here about what's important in life, and I spoke about some old paradigms, and one of the most convincing paradigms was by a Jew named Abraham Maslow. Abraham Maslow said that there's certain stages that people pass in life, and the first one, of course, is the need for security. We need
we need to sleep, we need to, the basic needs, we need to sleep, we need to eat, we need to have food, we need to have water. Those are our basic needs. As we move up the chain, as we develop as human beings, we have other different needs. And one of those needs is socialization. The first things we need to do is be recognized by others. We need to create relationships. And as we move through that developmental stage, we come up to a point where we need the validation from others. For example, today I got this, oh, this is very nice, right? It's very nice to receive an award and to say that, oh, you matter to us, you're important to us, you did something, you contributed to society and so forth. And that's another stage, that's a mid-stage where we get validation and recognition from others. Medals from soldiers, for example, are validation from others. And then as we move higher in this hierarchy, we tend to disconnect from all this and we become self-enlightened. We have self-enlightenment where we don't really care. We don't care whether we're wearing Gucci. We don't care whether we're wearing Pierre Cardin. We don't care whether, it doesn't really matter. It's not important because these things are transient. And all these things that we affix such importance to are so meaningless in the long history of life. What really matters, we've lost control of that, is being able to be yourself, and to say, this is important. For me, the traditional values, what's most important is to have your family and work from there, from the inside to work outward. We've had so many extrinsic influences from the outside. This is what we call nature and nurture in psychology. But basically, people are living up to the expectations of others rather than listening to their own internal voices and saying, what do we need to live? What do we need to be happy? What will make us happy? When people look at us, sometimes they say, well, why don't you do this? Why don't you have that? In a materialistic point of view, you only have that phone. You don't have an iPhone. You don't have this. It doesn't really matter. It makes no difference in our life. We've gone back to, let's say we've gone back to the primitive roots, the basic roots of what is important, the essential roots. What matters? What matters is as love, harmony, the unification of the family, what's really important. And we've lost sight of that. Couples today argue over money. The primary reason for divorce in the world today is not because of conjugal infidelity, it's not because of problems with the children, it's because of money. Money, because people have attached too much importance to materialism. People will say, well, they'll look at people and judge people by the car they drive. They'll judge people by the clothes they wear. How artificial, how superficial is that? I mean, rather than evaluating the person for what they have and who they are, they judge them by their goods, by what they have, what they present as social camouflage. And I think it's important that we measure this, that we evaluate this, that we look at what's really and truly important in life. And that's when harmony arrives. That's when self-actualization arrives. That's when you reach what the Buddhists call nirvana, right? Self-actualization. What the Hindus call atma, the internal soul. That is when you don't really have to worry about other people. In my personal work, for example, the level of my personal work, people will throw everybody else under the bus in order to save their own position. I don't care about anything. I have to survive in this world and so forth. And when you get to the point where you have this sort of sense of self-actualization, it is a liberating thing. You don't have to worry about what other people think, what other people worry about. You have your right to say no. And that is an important right, the right to say no. When they come to you and say, can you do this, can you do that? You have to do this, you have to do that. And you can say no. And they'll be like, what? You said no? You said no? I said, yes, I said no. You don't have to be upset. You don't have to be worried. You just have to know where your limits are and to express them convincingly. You have to say, no, I'm not going to do that. I'm not going to do that. And so many people are tied into this system because they're locked in financially, economically, and so forth. And it's so liberating. It's so liberating when you don't care what other people think. When you don't care, that other people impose their positions on you. It's very liberating. And one of the great things is when you have a life partner,
And a life partner is not just the person you're married to. It's not the person that you, that you swore your vows to and so forth. Because that means nothing. That's only an agreement between two people. What really matters is when you make that soul connection. The Hoki in Armenia, Hoki, the soul. When you make that Hoki M, then you're able to better unify yourself. To face the challenges that will come, and there'll be many challenges. There'll be so many challenges, but you'll be able to overcome them. And so many times, in our life together, in our family life, I've been challenged. I've faced so many challenges. There was a time when I invested money in the cryptocurrency scheme, and I lost it. My wife said, "It's okay. It's a lesson. We just go on from here. We pick up the pieces. We move on." So many people would see that as a catastrophe, and that you wouldn't be able to build the pieces after that. And for me, that was just the start of being somewhere better, to moving onward, to learning from my mistakes. And that perhaps is the most important point. When we say things like, we have to ask ourselves when we come to a problem in life, and we have to ask ourselves, what went wrong? What went right? What could have gone better? And these are the answers. These are the answers that we need. And at the end of the day, the thing that matters most, the thing that is most important, is the family. The people that you can count on, the people that you can rely on, the people that are going to support you in times of need. Thank you.